Հունիսի 7-ին Նինոցմինդայի շրջանի Օրոջալար գյուղում նշվեց ավանդույթ դարձած գյուղի տոնը, որին մասնակից դարձավ գյուղի ողջ հասարակությունը։ Օրոջալար գյուղի տոնը նշվեց մեծ խանդավառությամբ, երգ ու պարով։ Օրոջալար գյուղի տոնը սկսվել է եւ մտածում է եղել է Շանյան Արարատին, որը սրանից 6 տարի առաջ լրիվությամբ հրավիրեց բոլոր օրոջալարցիներին եւ ֆինանսական ծախսը եւ ամեն ծախսը ինք իր ածերով հոգած եւ կատարեց հասարակություն։ Դրանից հետո մենք նրա գործը շարունակում ենք։ Թող առողջություն լինի նա հիմա արտաքին աշխատանքում է Մոսկվայում է, գործարար է։ Հարգելի պատճառով ներկա չի, բայց մյուս տարի ես խոստեմ տալիս, որ նրա ներկայությունը անպայման կլինի։ Ու այսօր Սրբազան հավաքվել են ողջ Օրոջալարի բնակիչները եւ հյուրերը, դրսից եկող օրոջալարցիները բոլորը հավաքվել են նշելու գյուղի տոնը։ Արդեն 6-րդ տարին է անընդհատ նշում ենք այս տոնը։ Լրիվությամբ համարյա ողջ Օրոջալարի հասարակությունը մասնակից այս տոնին եւ ֆինանսապես եւ հոգեպես եւ ամեն ինչով։ Նույնը կարելի ասել դրսի օրոջալարցիներին, որոնք ֆիզիկապես այստեղ չեն, բայց հոգեպես այստեղ են։ Ես գիտեմ, որ նրանք էլ ինտերնետային կապերով ու կապի բոլոր միջոցներով դիտում են այս հիշարժան տոնը։ Ես շնորհավորում եմ ողջ օրոջալարցիներին այս սիրուն տոնի կապակցությամբ եւ ցանկանում եմ, որ միշտ անգամ թող լինի անամպ երկինք Ջավախքում, ողջ Վրաստանում, ողջ երկրագնդի վրա միայն ուրախություններ լինին բոլոր օջախներում, սկսած հայկական օջախից վերջացրած թեկուզ ադրբեջանական օջախ լինի, նրանց էլ ուրախություն թողնի։ Հիմնականը ասեմ, որ հիմնականը օրը մենք միշտ անգամ խոսացել ենք, որ հունիսի երկրորդ շաբաթ օրը, որովհետև որպեսզի հյուրերը գան երկրորդ օրը հանգստանան նոր գնան տուն։ Այդպես ենք մենք պայմանավորել եւ նշում ենք միշտ անգամ այդ օրը հունիսի երկրորդ շաբաթը որոնել եղնի, ամսու 10-ը կեղնի, ես գիտեմ, որ 14-ից ուշ չի լինի, 13 կգնի, ամսի 7-ը կգնի, ինչ կգնի, այդ օրը Օրոջալարի տոնի օրն է։ Հանդիսությանը հրավիրված էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը։ Տոնին մասնակից դառնալու համար ժամանել էին օրոջալարցիներ Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի Հանրապետությունից։ Գյուղի տոնը համախմբեց օրոջալարցիներին։ Ինչպես գիտեք, այսօր հունիսի 7-ին Նինոցմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում նշվում է ինչպես ամեն տարի գյուղի տոնը։ Այսօր արդից օգտվելով ուզում եմ ողջունել բոլոր օրոջալարցիներին, շնորհավորում եմ այսօրվա օրվա կապակցությամբ, թող բոլորի տոնը շնորհավոր լինի, ցանկանում եմ ամենալավն ու բարին, առողջություն, միշտ միասնական լինեն, լավ լինեն, մեկը մյուսի հանդեպ հարգանք ունենան, սիրեն, գնահատեն մեկը մյուսին։ Ասեմ, որ այսօրվա օրը ամեն տարի կազմակերպվում է Օրոջալարի հասարակության կողմից գյուղի երիտասարդությունով, կազմակերպում են, հավաքվում են, կատարում են այս ամեն ինչը։ Նորությունորից ցանկանում եմ ամենալավն ու բարին, թող բոլորին առողջություն լինի, որ ամեն տարի կարողանան այս օրը կազմակերպել։ Ողջունում եմ մեր բոլոր օրոջալարցիներին, շնորհավորում եմ մեր գյուղի տոնի արդիվ, ցանկանում եմ ամեն մեկին նորանոր հաջողություններ, ամենալավ բաները։ Այս մեր գյուղի տոնը արդեն ավանդական է դարձել արդեն քանի երրորդ տարին նշենք մեծ շուկով, մեծ ուրախությամբ, մեծ հուզմունքով։ Շատ ցանկալի կլինի, որ ամեն մի օրոջալարցի մասնակցեին, մենք շատ ուրախ կլինենք տեղի ապրող օրոջալարցիներս, ելույթ շնորհավորում եմ մեր Օրոջալարի տոնի արդիվ մեր օրոջալարցիներին։ Արդեն 6-րդ տարին է Նինոցմինդայի շրջանի Օրոջալար գյուղում նշվում է գյուղի տոնը։ Տոնը առիթ է մեկ օր կտրվել առօրյա հոգսերից եւ բոլոր օրոջալարցիներով զվարճանալ հաճելի երաժշտության ներքո։ Տոնը կարևոր է ոչ միայն ինձ համար, ընդհանրապես Օրոջալարի ծնունդ ցանկացած մարդու եւ իրենց ծերունքների համար նույնիսկ։ Հողուջերի կանչ գոյություն ունի, որից ոչ մեկ իրավունք չունի հեռու մնալ։ Ինձ հատուկ հրավերք չի եղել,
Ես իմ կանչով եմ եկել, իսկ տնտավարի արժեք իմացող ցանկացած մարդ պիտի իր հայրենիքացիելի ցանկացած բայ է եւ ուրախության ժամանակ եւ դեղրության իսկրվա տոնը առանձնատուկ է։ Կոչվում է օրոջալարցիների տուն։ Օրոջալար գյուղը հաստատված օրվանից ունեցել է բազում եւ բազում այրի վերումներ։ Օրոջալարցիները հավաքական իմաստով շրջանի եւ տարածաշրջանի իմաստով առաջադեմ հասարակություն է եղել միշտ։ Ես հիշում եմ բավականին երկար ժամանակ իմ տարիքից թույլ է տալիս շեշտել Օրոջալար գյուղում ինչպիսի հասարակություն է եղել, ինչպիսի երեխաներ են ծնվել, ինչպիսի տաղանդավոր մարդիկ են եղել, ինչպիսի շինական մարդիկ, որոնք արժեք են ունեցել։ Օրոջալարում եղել են մարդիկ, որոնք առանց կրթության ունեցել են այնպիսի շնորհք, որոնց ասած բառը, բանը, խոսքը, դարձվածքը ծերունների հիշողության համար պատմություն են։ Սիրում եմ մեր գյուղը կարգապեմ աղջիկյան, սիրում եմ մեր հասարակությանը, սիրում եմ մեր օրոջալարը, չի կարող մարդը իրեն ծննդավայրից հեռու մնալ։ Իմ տարիքը բավականին առաջացել է, կարող է խոսակցականից այդպեսին չստացվի, ոնց ես կցանկանայի կամ արտահայտվեմ, ոչ այնպես, ինչպես հնարավոր է, բայց բոլոր դեպքերում մեր մեծ Ջիվանին ասել է ծննդավայր, երբ քեզանից հեռացա, համ դու արժեք ես նոր իմացա, ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական, բաբիս, մամիս, նախնիների սոթեվա։ Օրոջալարի երիտասարդները կազմակերպել էին գեղեցիկ բացօթյա միջոցառում։ Կենտրոնում մեծից փոքր ահել-ջահել բռնել էին հայկական քոչարի, իսկ ծառերի տակ խորովածի անուշ բույրի ներքո հիանում էին գյուղի տարեցները։ Ամեն ինչ կազմակերպված էր յուրաքանչյուր մեկին ուրախացնելու եւ օրը հիշարժան դարձնելու համար։ Տոնական բարձր տրամադրություն ապահովեցին եւ միասնական շուրջպարի միացան մուլտֆիլմի հերոսները։ Մեզի համար շատ մեծ կարևոր է։ Մեծ աշխարհը մեզի համար է Օրոջալարու ժողովրդին։ Որովհետեւ մենք ամսի 7-ն է ամեն տարի ամսի 7-ին պրազնավատ կինենք։ Սա գեղով Պերզիկ մեծ նշանակություն ունի անպայման գալին, ու գալին պիտի։ Նորմալ շարունակենք ամեն ինչի իրեն հերթին խոսիլ, արտասանել, երգել, բարել, մեր երիտասարդությունը մալազեց, ծվետնոյ ժողովուրդ, Օրոջալարու ժողովուրդը ծվետնոյ ժողովուրդ են, ես օրավերությամբ։ Ծաղգուն Օրոջալարու հողին վրա գաբրինք, Օրոջալարու ծաղգուն հողին վրա մենք չենք ուզոր նման խոչընդոտներ ոտները տնեն մեր Օրոջալարի հողին վրա, մենք չենք ուզոր այդպես մարդիկ։ Մեզի պետք է նորմալ մարդ, որ հարգենք, ուզենք, սիրենք։ Շնորհում եմ բոլորիս տոնը, ցանկանում եմ ամենան լավն ու բարին, առաջ երթին, առողջություն, ուրախություն, երջանկություն։ Գյուղը ունի բավականին հիմնություն, շուրջ 200 տարվա գյուղ է, բայց որպես գյուղի օր նշվում է ընդամենը 6 տարի։ Այդ օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մեր հասարակությանը, ողջ հասարակությանը։ Նրանք, ովքեր ներկա են, ովքեր արտագնա են, ովքեր ապրում են գյուղից դուրս, շրջանից դուրս, բոլորին շնորհավորում եմ տոնի արդիվ։ Մեր ազգային արժեքներն ավելի ամուր կպահպանվեն նմանատիպ միջոցառումների եւ տոնական հանդիսությունների անցկացմամբ։ Դրա վառապացույցն էր օրոջալարցիների կազմակերպած տոնակատարությունը, որը մեծ խնդություն եւ ոգևորություն առաջացրեց գյուղի բնակչության եւ հյուրերի շրջանում։ Օդում տարածվում էր հոգեհարազատ երգի ու նվագի անուշ մեղեդին։